Կեսաբի դրոցը։ Իսկ դուք Մենք էլ ես Գուրանից ենք, ծնողներս։ ազգականներ ունեք։ Լրիվ Մելքոնյաններ ինչքան կան, Այնտեղ են? այնտեղ են։ Հետները կապ պահում եք։ Անպայման։ Ոնց են հիմա։ Լավ են։ Վերադարձել են քեզ, հա։ Լավ են։ Դուք այցելել եք քեզ։ 90 թվականին 3 ամսով։ Ունեք դեր ազգականներ Վաքովում։ Վաքովում չունենք, բայց անջարում ունենք Լիբանան։ Հա։ Անջարքիվը մուսալերցիներն ամբողջ։ Այո։ Ան ունենք։ Ունեք։ Բերդում ունենք։ Խոսում եք մուսալերի բառերով։ Քեսաբերեն ավելի լավ է խոսում։ Քեսաբերեն ու մուսալերի։ Կեսաբերը խնդի խոսակ ու Ավելի լավ է խոսում, ասում ունի ներքնա։ Իսկ մուսալերի ու քեսաբի բարբարները իրար մոդիկ չեն արդեն։ Մոդիկ են։ Իրար լավ Ոնցոր Ղափանն ու Ղարաբաղին է, այդ է։ Բայց ընդհանրապես Հայաստանում շատ կան։ 47 թվից հայրենիք վերադարձած քեսաբներ շատ կան։ Վահանն ասում է մի 4500 կլինի։ Եթե ոչ ավելի։ Որ թվին է եկել ձեր ընտանիքը այստեղ։ 47 թվին։ 47 թվին բարեմեն եկել Լենինականենի, չէ, հետո որ թվին է տեղափոխել Լենինականից ստեղ էդի չնշում։ Երևի 49 թվականին։ Ձեր ընտանիքը քանի հոգի էր, երբ որ եկել։ Մեր ընտանիքը եղել է նորեմն մայրս եւ հայրս, ուրիշ ոչ ոք։ Մենք այստեղ ենք ծնվել, 3 երեխա ունեցել հայրս, 2 տղա, 1 աղջիկ։ Ունեք Սկյուրանի նկարները, Սկյուրանի եկեղեցու։ Լրիվ։ Իսկ սովորություններից ինչ եք պահպանել։ Ինչ սովորություններ։ Սովորություններից լեզուն ենք պահպանել։ Սուրբ Աստվածածնատոնին որևէ Չէ, այդպես բաներ չեն կանում։ Այստեղ դու գիտես հայաստանցիները այդ բաները չունեն, որ պահպանվեն այդ բաները։ Ձեզ պատմել են ընտանիքը ոնց Սկյուրանում Աստվածածնատոնը ամբողջ քեսաբը Ես լսել եմ, վայթե մորաքրոջս տղանել է ներկա եղել, Աստվածն են դե։ Եղել է, չէ, բանը այս Կուրան Սուրբ Աստվածածին է։ Փարիսային երբում է սոսի ծառի տակը։ Կավերը շատ բան գիտի քաստել է։ Ստեփան Կավաջյան։ Վախան։ Դուք այստեղ եք ծնվել թե քեսաբում։ Քեսաբում եմ ծնվել 2 տարեկան եմ եղել։ Արդեն քեսաբսի դարձած հավայրը երիտասարդ է։ Արի հետո։ Դու նա բանը։ Դերգեն։ Բարև ձեզ։ Նստի։ Ասու դղին էլի հելբցայ է։ Հելբցայ է, քարգեն։ Ասու դղի է հելբցայ է։ Հա, իգոզի քանխաչը բան լրատվություն տաս։ Եղավ, ինչ կուդեմ գեզիմ։ Հա։ Քեզ բնոք չել բրզուրցես։ Հա? Քեզ բնոք չեմ բրզուրցես, հայերը։ Քեզ բնոք խոշեմ խուզե, երմանջա բրխուզե։ Քանի բառս կարա ասել։ Խոքեցաբերեն չեմ խոսելու։ 10 հոգի ենք։ Իրանց որդիները, թորները մնացել են այստեղ։ Չէ, բոլորովս եկել ենք։ Բաբասա 7 երեխայով եկել ենք, հասել ենք այստեղ։ Դադիկս է եղել, հորեղբերս էլ 65 թվին է եկել։ 17 գյուղ է ունեցել քեսաբը։ Բաբաս սահմանաբահ է եղել քեսաբի, քեսաբում, բայց բաբաս անուն է ունեցել։ Սաղ վախենում էին բաբայից։ Բաբաս որ սահմանում լինում էր, թուրքերը չէին կարողանում մոդիկանալ։ Ինչ էր ձեր հորանունը։ Ինքը բաբայից Այո։ Թեմիրյան Պետրոս Հովանեսի։ 9 թվին, առաջի անգամ 9 թվին։ Այո։ Երկրորդ անգամ 15 թվին։ 15 թվին շարտը շատ ա եղել, որովհետև մամաս հասել է մինչև Երուսաղեմ։ Մամաս եղել է 7 աղբոր մի քույրը։ 5 աղբերներ, 2 աղբերով այդ մի քույրով են հետ են վերադարձել, մնացածը սաղ սոֆել է։ 47 տվին 2 քերիս ու մամայիս հետ միասին եկել ենք այստեղ։ 2 քերիս էլ մամաս, բաբաս սաղ այստեղ են մահացել։ Բոլորը այստեղ են մահացել, Հայաստանում են։ Հերս եղել է միշտ սահմանաբահ։ 5 տարի եղել է Ֆրանսիացու քեսաբի սահմանաբահները։ Ես ամեն սահման, ինչքան սահման գա քեսաբում, ես մեկ բոլորը գիտեմ։ Բոլոր դեղնել կնացել եմ։
Որ թվականին եք ծնվել։ Ես 29 թվի ծնված եմ։ 18 տարեկան եղել եմ եկել եմ այստեղ։ Վերջի քնության 44 թվի 50 թվի վերջի քնության ֆրանսերեն կարտալ գիտես։ Այո։ Collège Saint-Joseph de Terre-Sainte, Kessap։ Année scolaire 94 թվից 94-45 թվի վերջի քնությունները։ Ես բայց 96-ին եմ ավարտել, 46-ին 47-ին եկել ենք։ Այո։ Այդ ամառը եւ ունեցել եմ գրոնը 10 իմ թվերը, ֆրանսերենը 7, մաթեմատիկան 6, սիանս ժեոգրաֆի ֆիզիկա Աշխարհագրություն։ 8, ժեոգրաֆի աշխարհագիտություն 8, իստուար պատմություն 8, լանգ արմենիան 8, հայկական բան, արաբ չունեինք, բերել էին ժողովուրդը չընդունեց արաբների բանը։ Արաբերեն լեզու, հետո մուզիկ բան չկա, ջիմնաստիկ չկա, հետո կոնդուիտ 10 վարկը, հետո ձերքի աշխատանքը 8։ Այդ տևի ավարտել եմ ես, 40 աշակերտի երկրորդն եմ եղել։ Հարկել եմ, ցախ հարևաններս քեսապչի են, բոլորը նեղնգնում են, հասնում են, տեղ է պետք գլում, առնում, ղրդում եմ, դակնում, բերում են, չեմ դժկում։ Հրաչ Բրտոդյան։ Հրաչ Բրտոդյան։ Հա։ Դուք ստեղ եք ծնվել, թե Կեսապում։ Ես ստեղ եմ ծնվել, ծնողներս են Կեսապ։ Հա, որ գյուղից Կեսապի։ Սևախբուր։ Սևախբիր գյուղից, հա։ Շատ լավ։ Իսկ ընտանիքը մեծ էր, որ եկան, թե քիչ են։ Մեծ էին, 4 եղբայր, 2 քուր են եղել, պապիկս։ Հա։ Պապի ստադիշ 6 երեխա են ունեցել։ Որ թվին 47-ին եկան։ 47-ին, բա Բրտոդյաններ կան հիմա Կեսապում։ Իրանց հետ կապ պահում եք։ Կապ կան, ոչինչ, խոսում են, հա։ Մեծ են իրանք արդեն։ Դուք այցելել եք։ Չէ, Չէ, երբեք։ չեմ եղել Կեսապ, չեմ։ Չի եղել անենց առիթ որ գնամ։ Ձեր անունը ո՞նց է։ Հովսեփ Բրտոդյան։ Ախարյան։ Ախարյան, որ Կեսապի որ մասից եք։ Տատը Սևախբուրցիա։ Սևախբիրցիա ձեր տատը։ Դուք ստեղ եք ծնվել։ Հա։ Էստեղ եք ապրում։ Էս Սերդունն է։ Հա։ Ամուսնացած եք, ունեք երեխաներ։ Ունեմ 4 երեխա։ 3 աղջիկ, մի տղա։ Այցելել եք Կեսապ։ Չէ։ Տղան զինվոր է, բանակ ծառայում է, Ղարաբաղը ծառայում։ Վարդուհի Ղարիբյան։ Կեսապից եք, թե էստեղ եք ծնվել։ Չէ, ծնողքս Քեսապից են, Յարալյաններից են։ Հա։ Ես Ղարիբյանների հարս եմ, Կեսապի որ մասից։ Կալադուրանից։ Կալադուրանից եք։ Այո։ Իսկ Ազգականներ։ ամուսինս Սևախբյուրից է։ Ամուսինս ընդեղ է ծնվել, բայց 3 տարեկան է եղել եկել է։ Իսկ կապ պահում եք այնտեղ մնացած Այո, ազգականների հետ։ այո, ունեմ։ Հա։ Այո։ Ագոպիկ մեզ հետ չես խոսելու։ Հա։
Անդ ինչ եք ու։ Մինաս։ Մինաս։ Հագոբ, կեսապցի եք։ Հա, Հա, գիտեք կեսաբերեն։ չէ։ Չէ, բայց հասկանում եք։ Հա, երկու բարիս։ Հա, ոչ չոցիս ասեմ, ինչ կասեն։ Չոցիս։ Ոնց է։ Հա, ոնց ես նա չոցիսը։ Պատասխանի ինչ, հա։ Ոնց է։ Քանի տարեկան ես Հակոբիկ։ 8, դու 11։ 11 եւ 8, Հակոբ եւ Մինաս։ Իրար ընկեր եք թե ազգական եք։ Ընկեր եք։ Գեր համել ազգական եմ։ Կեսավի որ գյուղից են բապերը հիշում եք։ Չէ։ Չէ։ Հա, բայց չեն ասել ձեզ։ Չէ, որես։ Հա։ Սամերին բաբա կշնացած։ Չեք ուզում սովորեք։ Չեք ուզում սովորեք կեսավի լեզու, կեսավի բարբարը։ Ինտացնի սովորեցին կեսացի։ Հա։ Սիրում ես։ Սիրում ես կեսապցիերեն։ Հա։ Դպրոց չեք երթում դու։ Գնում ենք երրորդի այցը։ Հիմա դպրոց չկա այսօր։ Չէ։ Ինչու։ 4 օրից։ 4 օրից, հա։ Ինչի արձակուրդ է այսօր։ Մի շաբաթ արցակուրտ։ Հա, գարնանային է, հա։ Շատ լավ։ Ձմել եք կեսավում, որ գյուղի կեսավում։ Բաղջաղաս, վերին բաղջաղաս։ Վերին բաղջաղաս, որ քանի տարեկան եք երբ եկաք։ 13-ի մեջ, 13 տարեկան։ Իսկ հետո այցելել եք կեսավ։ 9 թվին, 62 տարի հետո։ 2009 թվին։ Հա։ Եվ ինչպես է տպավորությունները ձեր։ Մեծ փոփոխություն, այն թվի հետ կեսավ մեծ փոփոխություն որպես։ Ունեք դերազգականներ, որոնց հետ կապ պահում։ Իրանց մոտ գնացիք արդեն կեսավ։ Կեսավում գնացինք, բաղջաղաց գնացինք, այնտեղ էինք մեր բարեկամները, մեր Սարմազյանները։ Բարեկամ շատ ունեն։ Բարբարը լսել եք կեսապցիների։ Ահա որ մի բարբարա, մի բար չես հասկանա։ Արաբերեն, թուրքերեն բարեր մեջը։ Ինչ ծարեր ունեք ձեր բակում։ Սիրանի, Սալորի։ սալոր ունենք, Սալորը ստերից է թե կեսավից եք բերել։ կեսաբից չէ, մենք սաղ տեղական։ Սա տեղական, հա։ Կեսապցիներ կա որ բերում են ընդեղից ստեղ են։ Բերել են, հա, խաղող էին բերել։ Խաղող էին բերել։ Բան բերեցի, ամբալաս բերեցի։ Համբայտ Հադաբդուղ, շատ օգտակար հադաբդուղ է։ Պապյան Հովանես։ Ծնվել եմ Քեսապ Քյորքյունե գյուղում 1936 թվին։ 10 տարեկան հասակում ծնողներիս հետ հայրենադարձվել ենք։ Ծնողներս մայրս արաբերենի ուսուցչուհի էր Քյորքյունե եւ Էքիզոլուխ գյուղում։ Հայրս ադաղծագործ միաժամանակ մշակում էր հողագդորներ ունենք մի քանի տեղ։ Այդպես ապրում ենք, հայրենադարձություն եղավ, եկել ենք Հայաստան։ Այցելել եք կեսապ։ Այցելել եմ 1972 թվին եւ հիացած եմ մնացել, փոփոխությունը ահավոր շատ էր։ Դեպի լավը, ճանապարհներ, ջուր, գազ եւ այլն։ Տեսա կեսապցիները նորմալ են ապրում։ Լավ ծառեր ունեին, խնձորի ծառեր ունեին, մշակում էին արդեն եվրոպական ձևով, գիտական ձևով, բայց մեր սիրելի բարբարը կեսաբերենը մնացել էր։ Ես մեծ հաճույքով հաղորդակցվեցի իրենց հետ կեսաբերեն բարբարով, եկեղեցիներ, դպրոցներ, մեր փոքր գյուղը ընդամենը 45 տնտեսություն էր, բայց եւ եկեղեցի ուներ, եւ դպրոց ուներ։ Շրջակա փոքր գյուղերը, Չինար գյուղը, Չակալջիկ գյուղը, Մաթիսլեկ ասում էին, դրանց երեխաները գալիս էին մեր դպրոցում սովորում։ Մի տարի առաջ հիմնվեց հայրենակցական կեսապցիների հայրենակցական միավորումը, շատ կեսապցիներ ընդգրկվեցին, շատերը անմիջապես
ցանկություն հայտնեցին օգնել ինչպես կարող էր, դե իսկ միավորման նպատակներ օգնել մեր հայրենագեստներին, լինի Հայաստանում, լինի Կեսաբում։ Եվ հիմնադրամ ստեղծեցինք, որոշ հանգանակություններ սկսեցին հավաքվել, հետո համերգ եղավ, բարեգործական համերգի մի մասը մենք տրամադրեցինք Կեսապցիների օգնության ֆոնդին, միաժամանակ ցուցադրեցինք, ցուցահանդես տեղի ունեցավ Կեսապցիների իրարական արվեստի նմուշներ, կենցաղային իրեր եւ Չարենցի անվան տուն թանգարանում շատ այցելուներ եղան, ահագին ժամանակ դրանցից էլ եկած հասույթի մի մասը էլի Կեսապցիների ֆոնդին էր, Կեսապցիների հիմնադրամին փոխանցվեց։ Հիմա օգնում են Կեսապցիների Կեսաբից եկած Հայաստանում ուսանողներին որոշ հարցեր են տրամադրում։ Քանի ուսանող կա։ Գիտեք։ Ճիշտն ասած, քանի 17 ուսանողների ամեն ամիս, չէ, ամեն ամիս մի տարվա դրանց ուսման վարձը 17 ուսանողների, այդպես մեր ուժերի չափ, մեր հնարավորություն չափ օգնում ենք մեր հայրենագեստներին։ Ամբողջ ազգը տեսնի, որ Կեսապցին ով է, մի փոքր կղզի է, որ իր հայությունը 1000 տարուց ավել պաշտպանել է հայությունը, հայ ժողովուրդը։ Կեսաբը իր մայրենի լեզուն, եկեղեցին, դպրոցները պահպանվել է եւ շարունակվում է պահպանել, հույս ունենք, որ միշտ Կեսաբը կմնա մեր սրտում, Կեսաբը կապրի։